բոլորին, ինչա սիրելի հետևորդներ, բարեկամներ, այսօր իմ խոհանոցում ամառային պաղպաղակի տորտ ենք պատրաստելու։ Ասում եմ պաղպաղակի, որովհետև թեթև կրեմ ունի, կարծես թե պաղպաղակ ենք ուտում ու լավ սառը պետք է լինի ուտելուց։ Ջեռոց չենք օգտագործելու, տաքացնող ոչինչ չի լինելու, շատ արագ է պատրաստվում ու շատ հեշտ է պատրաստվում։ Սիրելիներս, մեզ ընդհանրապես անհրաժեշտ են լինելու այս տեսակի թխված կաբելիտներ, սաղոյատի տեսակի, կարող եք ուրիշ տեսակել օգտագործել, եթե իհարկե կարող եք որևէ կաթի մեջ կամ սուրճի մեջ թաթախել, դա շատ կարևոր է, որպեսզի փափուկ լինի եւ ունենա ձողի տեսք, որպեսզի հեշտ լինի պատրաստելը։ Մրգերը ես ընտրել եմ հատապտուղներ, դուք ընտրեք ինչպեսին որ ուզում եք, ամառային ցանկացած միրգ կներեք եւ կրեմն եք պատրաստելու։ Սերուցքային կրեմ է, ուրեմն օգտագործելու ենք 400 գրամ սերուցք, բարձր տոկոսանոց ընտրեք, որպեսզի հեշտ հարեք եւ սերուցքային պանիր ենք օգտագործելու։ Ես ընտրել եմ մասկարպոնե պանիր, նույնպես 400 գրամ է։ Քաղցրացնելու համար 2 ճաշի գթալ թթացած կաթ ենք օգտագործելու, համի համար վանիլին ենք օգտագործելու։ Ու վերջ, ուրիշ ոչինչ պետք չէ։ Արագ պատրաստում ենք կրեմը։ Սերուցքը մի փոքրիկ հարում ենք, ավելացնում ենք մասկարպոնեն եւ թթացած կաթը։ Երբ որ սերուցքը արդեն ջրիկ վիճակում չէ, մի թեթև պնդացել է, ավելացնում ենք մասկարպոնեն։ Ես ամբողջը մի անգամից կավելացնել, բայց հարելուց հետո իհարկե զգուշ ենք լինում։ Կրեմը լավ պնդացել է, այ հիմա պետք է խտացած կաթ եւ վանիլին ավելացնենք։ Եվ երկու ճաշի գթալը այս չափաբաժնին մեր համար օրինակ բավական է։ Եթե դուք ուզում եք ավելի շատ քաղցր, կարող եք ավելի շատ քաղցրացնել, իսկ կարող եք խտացած կաթի փոխարեն օգտագործել 2 ճաշի գթալ շաքարի փոշի։ Վերջ, տեսեք ինչ հրաշք կրեմ ենք ստացել։ Ինքը շատ թեթև, թթվածնով լավ լցվել է, տեսեք։ Ուղղակի հրաշք էսպես կողք բերեմ, որ ավելի լավ երևա։ Լավ պնդացել է, բայց արդյունքում ամենակարևորը պաղպաղակի նման համեղ է։ Լավ որակով ընտրեք բաղադրիչները, որպեսզի համեղ ստացվի։ Կրեմը պատրաստ է, հատապտուղները պատրաստ են, լվացեք անպայման հատապտուղները, իմիջայլոց շատ կարևոր է, որպեսզի լվանեք սոդայով։ Սոդայը ջուր պատրաստեք, մի քիչ թռչեք էսպես, շատ սոդա չլցնեք, որպեսզի միրգը չփչանա։ Մի քիչ պահեք, հետո հոսող ջրի տակ շատ կարևոր է, անընդհատ լվացեք։ Դա շատ կարևոր է։ Թռչելու համար թխված կապելիքները ընտրել եմ խտացած կաթ, մի փոքրիկ ջրով բացել եմ, որպեսզի քաղցրություն ունենա։ Սովորական կաթով խորհուրդ չեմ տալիս, որովհետև թթվելու հատկություն ունի, որպեսզի սառնարանում երկար կարողանաք պահպանել, խտացած կաթով ավելի լավ է, կամ սուրճով կարող եք թռչել, դա էլ է շատ համեղ ստացվում, տիրամիսուի տեսք կտա։ Վերջ սիրելիներ, սկսում ենք հավաքել։ Տորտ հավաքելու համար ընտրել եմ կաղապար տորտ պատրաստելու, որպեսզի հետո եզրերը հեշտ կարողանանք հանենք ու բացենք։ Դե ինչ սկսում ենք պատրաստել հերթով, դուք էլ արդեն ընթացքին կտեսնեք։ Բաց կաբելիքները հերթով թռչելով դասավորում ենք։ Եզրերը մի փոքրիկ կտրում եմ, որպեսզի կարողանամ թավայի մեջ, տապակի մեջ դնելուց ուղիղ լինի։ Մի փոքրիկ կտրեք։ Մի փոքրիկ թռչում ենք ու այսպես հիմա դասավորելու ենք։ Եզրերը վերջացրեցինք, հիմա հատակի մասը ուղղակի այսպես դասավորելու ենք, էլի թռչելով բնականաբար, որպեսզի փափուկ եւ համեղ ստացվի։ Այն կտրտած
մասերն էլ, այս փոքրիկները հետո օգտագործելու ենք, ոչինչ դեն չենք նետում։ Ու հետո մի շերտ կրեմ ենք ավելացնելու, զգուշությամբ տարածելու ենք։ Մի քիչ նուրբ պետք է աշխատենք, որպեսզի գեղեցիկ ստացվի։ Հիմա ելակը կտրատում ենք, այսպես մի շերտ ելակ ենք դնում։ Ես առատ միրգ եմ ավելացնելու, որպեսզի ամառային լինի, որպեսզի թեթև լինի, համեղ լինի, անուշ բույր ունենա։ Կարող եք կիվի, դեղց, ծիրան, ամեն ինչ էլ կարող եք օգտագործել այս սեզոնին։ Մի փոքրիկ կրեմով իրեն այսպես կխառնենք, որպեսզի առանձին շերտ չլինի։ Այսպես, վերջ։ Նորից այսպես մի շերտ թխվածքաբլիթ ենք դնելու։ Այն փոճուր կտորները, որ եզրերը կտրատել ենք, այսպես ազատ տեղերը լրացում ենք, հիշում եք, չէ, որ ասում ենք օգտագործելու ենք, այսինքն սիրուն լրացնում ենք, որպեսզի ազատ տեղ չմնա։ Նորից կրեմ։ Ու նորից հատապտուղներ։ Հապալաս և կարող եք նաև ելակ ավելել, դուք ինչպես որ ուզում եք։ Ազնվամորի։ Չեմ կտրատում ազնվամորին, թող այսպես էլ լինի, որպեսզի տեսքը չկորցնի, համն էլ չկորցնի։ Եթե կտրատենք, ինքը ջուր կդառնա, փափուկ, նուրբ, այսպես։ Ու նորից մի փոքրիկ կրեմ ենք անում, այսպես տարածելու համար, ու վերջին շերտը։ Ու վերջին շերտը շատ հաստ կրեմ պետք չի, որովհետև մի փոքրիկ պետք է պահենք զարդարելու համար, որպեսզի գեղեցիկ տեսք հաղորդենք։ Մի փոքրիկ այսպես կրեմով ծածկում ենք, ամբողջությամբ հատապտուղներ ենք լցնելու երեսին։ Սիրելիներս, դա շատ կարևոր է, որպեսզի և համեղ լինի, և գեղեցիկ լինի։ Այս տորթը, որ պատրաստ լինի, պետք է առնվազն 2 ժամ մնա սառնարանում։ Շատ կարևոր է, դա ես ասում եմ ու ծիծաղում եմ, որովհետև ես երբեք չեմ պահել, չէ, որ սառնարանում երկար մնա, միշտ շուտ եմ կտրում, տեսանյութ նկարելու համար, միշտ ինձ այդպես է հարմար լինում, բայց ոչինչ, կաշխատեմ պահեմ։ Դե հիմա ըստ ցանկությամբ զարդարում ենք հատապտուղներով։ Վերցրելերս, առայժմ այսքանը, ուղարկում ենք սառնարան, որպեսզի լավ համերասիրուն հավաքվեն, պնդանա, ինքը լավ ստաբիլ գեղեցիկ տորտ դառնա, 2 ժամից կհանդիպենք, մի փոքրիկ, շատ քիչ կրեմ է մնացել, դա
այլ երբ որ բացենք, եթե անհրաժեշտություն լինի եզրերին ինչ-որ թերություններ ծածկելու, կանենք, եթե ոչ, ոչ։ Սիրելիներս 2 ժամ ուղիղ անցել է, հիմա զգուշությամբ այսպես հանում ենք։ Հրաշք է, պաղպաղակ է, շատ համեղ է, փափուկ, նուրբ, տեսեք, հրաշք է ստացել, սիրելիներս, կրեմը, որ պահել էի եզրերը թերություններ փակելու համար, տեսեք, եզրերը շատ էլ գեղեցիկ է ստացել, ոչ մի թերություն չկա, ոչ մի բան ծածկելու կարիք չկա, այնպես որ մնաց, կամ դենենք նետում, կամ ինչ-որ բանի վրա օգտագործում ենք, միևնույն է շատ քիչ էի պահել, դե հատապտուղներն են ըստ ճաշակի, որքան ուզում եք շատ լցրեք, ուզում եք քիչ լցրեք, ես շատ էի ձեռք բերել, մի ուրիշ բան էլ կպատրաստեմ, երևի տորտ ժելե պատրաստեմ ձեր համար, չգիտեմ, տեսնեմ ինչպես կստացի։ Դե ինձ սիրելիները, շնորհակալ եմ, որ դիտեցիք, այս համեղ տորտը առանց ջեռոցի հրաշք տեսք է, կարող եք նաև ծննդյան օրերին պատրաստել ամռանը, եթե չեք ուզում ջեռոց միացնել, ուզում եք թեթև, չհագեցնող նուրբ բան պատրաստել, հենց շատ լավ է, ինքը իրեն սա ուզում է։ Իմ անունը միշտ էլ մոռանում եմ, Ալիքի անունը այսպես սիրում դնեմ, այսպես դնենք ու ձեզ հաջողություն ասենք, իսկ մենք կտեսնենք հաջորդ տեսանյութին սիրելիներ, շնորհակալ եմ, որ դիտեցիք, ես հոգով սրտով ձեր հետ եմ։